Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցերը մեծացրել են Ուկրաինայի վրա ճնշումը։ Պեկինում երկօրյա գագաթնաժողովի ամփոփմամբ Սի Ցզինփինը եւ Դոնալդ Թրամփը կոչ են արել նշանակալի ջանքեր գործադրել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Մինչդեռ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին հստակեցրել է, Պեկինը ակնկալում է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցում։ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Կիևի վրա, մինչդեռ Չինաստանը որպես ռուսական վառելիքի ամենամեծ սպառող երաշխավորում է Ռուսաստանի աջակցությունը։ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ, քանի որ արևմտյան երկրները պատրաստ չեն հսկայական գումարներ ծախսել երկիրը վերականգնելու համար։ Նման կարծիք է հայտնել Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ Այս դաշինքների մաս կազմող երկրները հասկանում են, որ ստիպված կլինեն կերակրել Ուկրաինան եւ վերականգնել այն, ինչը նրանք պատրաստ չեն անել, բացատրել է մշտական ներկայացուցիչը։ Նա նաև հայտարարել է, արևմտյան երկրները ոչնչացնում են Ուկրաինան որպես ռուսական աշխարհի մաս, ձգտելով առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին։ Միջուկային եռյակը պետք է ծառայի որպես Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավոր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը եւ նոր սպառնալիքների ու ռիսկերի հայտ գալը, մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր, ընդգծել է պետության ղեկավարը։ Ավելին, ըստ Պուտինի, այն պետք է ապահովի ռազմավարական զսպման հասնելը, միջուկային հավասարության պահպանումը եւ ուժերի հավասարակշռությունը համաշխարհային մակարդակով։ Եվրոպական միության իշխանությունները նախատեսում են պատժամիջոցներ կիրառել Եվրամիության երկրներում գտնվող մի քանի իրանցի ռազմական կցորդների նկատմամբ եւ պահանջել նրանց արտաքսումը, հաղորդում է Euractiv-ը, հղում անելով ներքին փաստաթղթերին։ Ըստ կայքի հնարավոր սահմանափակումները կապված են մի քանի իրանցի զինվորական պաշտոնյաների իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ենթադրյալ կապերի մասով։ Ուկրաինան ներկայումս չունի ռուսական բալիստիկ հրթիռների դեմ արդյունավետ հակազդեցության միջոցներ։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք իսկապես ուզում ենք ունենալ մեր սեփական օդային պաշտպանությունը։ Մենք քննարկում ենք բազմաթիվ տարբեր մոտեցումներ, որոնցից մի քանիսը շատ հաջողված են, որոնք կարող են ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, թե ռեակտիվ, թե սովորական անօդաչու թռչող սարքեր, հեռահար զենքեր եւ այլն, բայց մենք դեռևս չունենք հակաբալիստիկ հրթիռներ։ Խնդրում ենք, նշել է Զելենսկին։ Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հուշարձաններ կանգնեցնել այն անձի համար, ով ցույց կտա մեզ մեր ժամանակակից հակաբալիստիկ հրթիռները։ Միևնույն ժամանակ նա նշել է, այս ուղղությամբ ուժեղ առաջին քայլեր են ձեռնարկվում։ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգիենեն կոչ է արել լիտվացի քաղաքական գործիչներին զերծ մնալ Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց։ Նա արձագանքել է արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հայտարարությանը, ով հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է վերաուղղորդել Լիտվայի օդային տարածքում թռչող անօդաչու թռչող սարքերը։ Չկա որևէ ապացույց, որ գլխավերևում թռչող անօդաչու թռչող սարքերն ուղղվում են դեպի Լիտվա, ընդգծել է Լիտվայի վարչապետը։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին պահպանել հանգստություն, հետևել հրահանգներին եւ զերծ մնալ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարություններ անելուց։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է զենքի համար նախատեսված ուրանի արտահանումը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին։ Նշվում է, հրամանագիրը ցույց է տալիս Թեհրանի դիրքորոշման կոշտացումը ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկի վերաբերյալ։ Իրանի առաջնորդի հրամանագիրը կարող է ավելի հիասթափեցնել Դոնալդ Թրամփին եւ բարդացնել պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Գործակալության աղբյուրը հավելել է, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ նյութեր արտասահման ուղարկելը կարող է երկիրն ավելի խոցելի դարձնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ապագա հարձակումների նկատմամբ։ Փետրվարի 7-ից հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշարք տալու, ընտրակաշարք ստանալու, ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ։ Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորել է ոչ ասել ընտրակաշարքին։
Այսօր վաղառավոտյան ժամը 7-ին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ քննչական գործողությունների պահին գրասենյակում է նաև Անդրանիկ Թևանյանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով։ Գիտեք, որ ԲԿ ցուցակի երկրորդ համարկա Անդրանիկ Թևանյան անունով վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ հայտնել են, որ իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չեն ստացել։ Պատգամավորի թեկնածուի նկատմամբ նախընտրական շրջանում հետապնդում հարուցելու համաձայնություն պետք է տա կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ խուզարկություններ են իրականացվել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Խուզարկությունն իրականացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ իրավապահները փնտրել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք ըստ խուզարկողների կարող են կապված լինել նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ։ Գրիգորյանը նաև նշել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում։ Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հարագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու մայր եկեղեցին կեղծ բարենորոքիչներից։ Այս մասին ասել է Եզրած arczepiskopos Ներսիսյանը։ Նա կոչ է արել բոլորին մասնակցել Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին, հանուն Հայաստանի Հանրատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման եւ ազգային արժանապատվության վերականգնման։ Կանգնած ենք գոյաբանական սահմանագծին։ Ոստի յուրաքանչյուրս, որպես հոգացավ ու ազգասեր քրիստոնյա հայ, որպես պատասխանատու օրինահար քաղաքացի, մեր սրբազան պարտքն է եւ իրավունքը անվերապահորեն մասնակցել ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Երկու համարի ներքո հանդես եկող բոլորին դեմ եմ կուսակցությունը իր ոճով է շարունակում Քարոզ Արշավը։ Կուսակցության անդամները Քարոզ Արշավի 14-րդ օրը սկսել են Երևանի կենտրոնից Ազատության հրապարակում իրականացրել են բոճկա գլորելու ակցիա։ Բոճկաների վրա փակցված էին ընտրություններին մասնակից ուժերի լոգոները։ Կուսակցությունից նշում էին, որ Քարոզ Արշավի ընթացքում մնացած բոլոր ուժերը զբաղված են իրար վրա բոճկա գլորելով եւ իրենք սրանով ցույց են տալիս, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ եւ դրանք բոլորը նույնքան լավ են բոճկա գլորում, որքան գործողու հավակնող վարչապետերը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա եւս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը նաեւ մեղմացրել է տնային կալանքի պայմանները, որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ բացառությամբ սրբազան պայքարի գործով անցնող մասնակիցների ու վկաների։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը եւ Բագրատ Սրբազանը եւ մի խումբ անձինք մեղադրվում են իբր թե իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Մայիսի 21-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ եւ թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։ Ռուսաստանի Դաշնությունից հասկացնում են Փաշինյանին խելքդ գլուխը հավաքի մեծ պետության հետ չի կարելի այսպես վարվել։ Այս մասին ապարանում Քարոզ Արշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը եւ նշել. Մի քանի ամիս է հասկացնում են, ակնարկում են, ասում են խելքդ հավաքի չի կարելի մեծ պետության հետ այսպես վարվել։ Ես փորձում եմ այս վերջի ամիսը զգալով, ուղղակի հասկանում եմ այդ երկիրը։ Փորձում եմ
Այսինքն հուշել, փորձում եմ հուշել, որ մի արեք սա, մեր ժողովրդին վնաս եք հասցնել։ Այսինքն արդեն բանը բանից անցել է, ինչ է լինելու։ Իհարկե անցել։ Ինչ անելու Ռուսաստանը պատժելու։ Օրինակ այսօրվա այդ ինֆորմացիան, թե երեկվա ինֆորմացիան, ծաղիկների արգելք։ Հիմա վաղը մյուս օր որ գյուղ արտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն։ Ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդ, այդ խեղճ ժողովուրդ, օրինակ ով որ վարկա վերցրել, ով որ ջերմոցա սարքել, այսօր վարկա սպասարկում եւ այդ ջերմոցում ծաղիկ արտադրում եւ արտանում Ռուսաստան։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Իշխանությունները Այդ մարդը թո ինքը այդ դեպքում պայմանավորի ու ծաղիկները տանեն Ֆրանսիա ծախեն։ Մակրոնի Բրիջիտին տան նվերներ տան։ 11 մարտիկ Իտալիայից վերադարձել է հաղթանակով։ Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունում Հայաստանի ուշու Գունֆու ազգային ֆեդերացիայի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ, նվաճելով 13 ոսկե եւ 2 արծաթե մեդալ։ 2026 թվականի մայիսի 15-ից 17-ը իտալական Պերուջա քաղաքը վերածվել էր չինական մարտարվեստների համաշխարհային կենտրոնի, հյուրընկալելով Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 16 երկիր ներկայացնող 98 մարզականակումներ եւ ընդհանուր առմամբ 988 մարզիկ։ Բարձրակարգ կազմակերպչական աշխատանքը 45 մրցավարի, 30 կին դատավորի եւ փորձառու տեխնիկական անձնակազմի ներգրավվածությունը մրցաշարին հաղորդեցին միջազգային բարձր մակարդակ եւ մրցակցային լարված մթնոլորտ։ Հայաստանի հավաքականը մրցահարթակում դրսևորեց մարտական բարձր պատրաստվածություն, թիմային ամուր համախմբվածություն եւ հաղթողի անկոտրում հոգեբանություն։ Մեր մարզիկները յուրաքանչյուր ելույթում եւ մենամարտում պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը, ցուցաբերելով տեխնիկական վարպետություն, տակտիկական գրագետ մոտեցում եւ կամային բացառիկ հատկանիշներ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը դարձավ առաջնության ամենավառ աստղերից մեկը, նվաճելով 5 ոսկե մեդալ, այդ թվում Վինգ Չուն եւ Սինի Ցուան ոճերում։ Հատկանշական է, որ նշված կարգերում Հայաստանի ազգային հավաքականը հանդես էր գալիս առաջին անգամ։ Իր հաղթանակները Լիանա Վարդանյանը նվիրեց հետախույզ փոխգնդապետ 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Թումասյանի լուսավոր հիշատակին։ Թիմի ամենակրտսեր մասնակիցը 11-ամյա Արևիկ Այվազյանը Շաոլին Ցուան ոճի զույգ դանակներով վարժահամալիրում վստահ ու տպավորիչ ելույթ ունեցավ, արժանանալով ոսկե մեդալի եւ աշխարհի չեմպիոնի կոչման։ Արևիկ Այվազյանի մարզիչը Տիգրան Չոբանյանն է։ Արարատի մարզի Արմաշ գյուղը եւս փայլուն արդյունք գրանցեց, միանգամից ունենալով 3 աշխարհի չեմպիոն։ Վանիկ Սիմոնյանին, Հակոբ Շահնազարյանին եւ Արման Մուրադյանին։ Նրանց մարզիչը Սիրանուշ Նիկողոսյանն է։ Մյուս մարզիկները ներկայացնում են Երևանը, Գյումրին, Երասխը, Սևակավանը ու Սուրենավանը։ Հայ մարզիկները գրանցել են հետեւյալ արդյունքները. Լիանա Վարդանյան 5 ոսկե մեդալ, Սին Ցուան, Թայձի Ցուան առանց զենքի, Թայձի Ցուան նեղ թրով, Թայձի Ցուան լայն թրով, Վինգ Չուն մարզաձևերում։ Արևիկ Այվազյան ոսկե մեդալ, Շաոլին Վուդանգ Ցուան զույգ դանակով մարզաձևում։ Սանդա ուշու մարզաձևում ոսկե մեդալներ են նվաճել Արման Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Վանիկ Սիմոնյանը, Հակոբ Շահնազարյանը, Արման Մուրադյանը, Կարապետ Ջաջիկյանը, Ալիկ Էլիազյանը։ Արծաթե մեդալներ են նվաճել Ջիվան Ազոյանը, Արամ Օղիկյանը։ Հայաստանի ուշու Գունֆու ազգային ֆեդերացիայի նախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Չոբանյանը բարձր գնահատեց թիմի ելույթը, ընդգծելով, որ արձանագրված հաղթանակները նվիրվում են Արցախյան պատերազմներում զոհված եւ անհետ կորած մեր հերոս հայրենիների ու հայուհիների հիշատակին։ Մեր հայրենասեր թիմը աշխարհի առաջնությունում հանդես եկավ արժանապատվորեն հանուն հայրենիքի, ազգային ինքնության եւ հայկական մարտական ոգու։ Խոնարհվում եմ եւ խորին շնորհակալություն եմ հայտնում թիմի բոլոր անդամներին իրենց նվիրումի, կարգապահության եւ հաղթական կամքի համար։ Աստված պահապան լինի հայ ազգին ու Հայաստանին, նշեց վաստակաշատ մարզիչը։ Ուկրաինան պատասխան է պատրաստում Բելարուսի տարածքից Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք մանրակրկիտ վերլուծել ենք մեր հետախուզական տվյալները Չեռնիգով-Կիև տարածքում Ռուսաստանի հարձակողական պլանավորման վերաբերյալ։ Մենք պատասխան ենք պատրաստում թշնամու յուրաքանչյուր հնարավոր գործողությանը։ Մեր ուժերը այս տարածքում կմեծացվեն, ասել է Զելենսկին։ Նա նաև հանձնարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը պատրաստել լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ Բելարուսի Հանրապետության դեմ։ Իրանի պաշտոնյաները Պակիստանի միջնորդներից լրացուցիչ ժամանակ են խնդրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում է Կատարի Ալ Ջազիրան, հղում անելով Պակիստանի աղբյուրին։ Իրանի պաշտոնյաները ժամանակ են խնդրել Պակիստանից ամերիկյան պայմանները գնահատելու եւ ուսումնասիրելու համար, պնդել է աղբյուրը։ Իրանի հարստացված ուրանը գլխավոր խոչընդոտն է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չափազանց կասկածամիտ է Իրանի հետ բանակցությունների նկատմամբ եւ ցանկանում է վերսկսել ռազմական գործողությունները, հաղորդում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Նեթանյահուն դժվար հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Թեհրանի հետ համաձայնության գալու նոր փորձերը։ Հրապարակման աղբյուրի փոխանցմամբ Իսրայելի վարչապետը զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ Իրանը տիրապետում է ժամանակակից զենքի, որը դեռևս չի օգտագործվել Միացյալ Նահանգների հետ դիմակայության ժամանակ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական աղբյուրը։ Նրա խոսքով դրանք արտադրվել են տեղական մակարդակով, դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում եւ չեն փորձարկվել։ Սարքավորումների կամ պաշտպանական կարողությունների առումով մենք որևէ պակաս չենք զգում, որը կխանգարի մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք գործել զսպվածությամբ, նշել է աղբյուրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մոտ ժամանակում նախատեսվում է բարձր մակարդակի ռուս-բելարուսական միջոցառում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով միջոցառումը կանցկացվի ամենաբարձր մակարդակով, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել նաև հանդիպման օրակարգն ու անցկացման վայրը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, Ուկրաինան մոտ ապագայում կարող է կորցնել նոր տարածքներ։ Նրա խոսքով Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան արդեն կորցրել է իր տարածքների ավելի քան 20%-ը։ Նրա կարծիքով երկրի տարածքային կորուստները կարող են շարունակվել նաև առաջիկայում։ Պետության հիմնական հատկանիշներից մեկը սեփական տարածքի նկատմամբ կայուն վերահսկողությունն է, նշել է ռուս պաշտոնյան։ Նա նաև հայտարարել է, Ուկրաինայում իր գնահատմամբ շարունակվում է համակարգային ճգնաժամը, իսկ Արևմուտքի աջակցությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցության խոստումները չեն կարող կանգնեցնել այդ գործընթացը։ Իրանը վերականգնում է իր ռազմաարդյունաբերական բազան ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր եւ արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հաղորդում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին։ Հաղորդագրության համաձայն Թեհրանը սկսել է վերականգնել որոշ արտադրական հզորություններ ապրիլի սկզբին ուժի մեջ մտած հրադադարի ընթացքում։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերականգնում է իր հրթիռային համակարգերը, արձակման կայանքները եւ հիմնական զենքերի արտադրական հզորությունները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից զգալիորեն ավելի արագ, քան սպասվում էր։ CNN-ը նշում է, հետախուզության գնահատականները ենթադրում են, Իրանը կարող է լիովին վերականգնել իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունները 6 ամսվա ընթացքում։ Կիևի ռեժիմի համար դիմադրությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ինքնաոչնչացնող է, քանի որ այն անխուսափելիորեն ստիպված կլինի բազմաթիվ ցավոտ զիջումների գնալ։ Նման կարծիք է հայտնել հունգարական European Conservative ամսագիրը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռեսուրսների անհավասարակշռությունը միշտ նշանակում էր, որ Կիևը չէր կարողանա հաջողության հասնել եւ 2022-ին հակամարտությունը շարունակելու որոշումը աղետալի էր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար։ Արդյունքում Ուկրաինայի բնակչությունը 4 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան կեսով, 40 միլիոնից հասնելով մոտ 20 միլիոնի, մինչդեռ եվրոպական երկրները բախվում են էներգակիրների գների աճի եւ արագացված ապարդյունաբերականացման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայում ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական տարբերակները, բայց դեռևս որոշում չի կայացրել։ Հաղորդում է Politico-ն, հղում անելով Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Թրամփն ունի Կուբայում դիվանագիտական եւ ռազմական տարբերակներ, բայց դեռևս չի որոշել այս կամ այն ուղին, շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով եւ պատժամիջոցներ սահմանելով, նշում է հրատարակությունը։ Թերթը պարզաբանում է Կուբայի վերաբերյալ Վաշինգտոնի հաջորդ քայլերը մնում են անորոշ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան եւ Արևելյան Աֆրիկան, գործող երկու ամերիկյան ականակիրներ հագեցած են լազերային համակարգերով։ Հայտնում է Warzone-ը։ USS Spruce ականակիրը մտնում է Աբրահամ Լինքոլն ավիակրի հարվածային խմբի մեջ, մինչդեռ USS John Finn ականակիրը պարեկային ծառայություն է իրականացնում Հնդկական օվկիանոսում։ Երկու նավերն էլ հագեցած են Odin լազերային համակարգով, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ապակողմնորոշելու եւ նավերի սուզանավերի անձնակազմով կառավարվող ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող հետախուզական համակարգերի տեսախցիկներն ու սենսորները չեզոքացնելու համար։ Պորտալը հայտնում է, ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղղորդված էներգիայի զենքեր են տեղակայել 9 նավերի վրա։
Իսրայելի ղեկավարները հանձնառու են Իրանի դեմ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ վերսկսելուն, սակայն հիասթափված են նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից, որը ըստ հրեական պետության Թեհրանը դիտավորյալ օգտագործում է դիվանագիտական դադարը երկարաձգելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը, հողում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին։ Աղբյուրը մեկնաբանել է Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջին զրույցը, որը նա որակել էր որպես լարված։ Զրույցից հետո իսրայելական կողմը շարունակում էր մտահոգված լինել ամերիկացի առաջնորդի դիրքորոշմամբ, որը հանգեցնում է ձգձգվող իրավիճակի, մինչդեռ իսրայելական կառավարության ամենաբարձր մակարդակներում կա ռազմական գործողությունները վերսկսելու ուժեղ ցանկություն։ Աղբյուրը հավելել է Նեթանյահուն վրդոված է Թրամփի հետ զրույցից, քանի որ կարծում է, որ ներկայիս դադարը միայն օգուտ է բերում Իրանին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարող է շուտով այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հողում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։ Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա, ասել է գործակալության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, այցը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Սեուլը նշել է, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանին այցելել է Հյուսիսային Կորեա ապրիլին։ Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել ծնողական ժամ հասկացությունը։ Նախագիծը Հայաստանի կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Նրա խոսքով նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը, մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից։ Նշել է Սմբատյանը, նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 տարեկան երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ աշխատավարձի պահպանմամբ, 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից անկախ երեխաների թվից։ Փոխնախարարի խոսքով առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի եւ ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։ Բոլորին դեմ եմ կուսակցության եւս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, ցուցակում մնալու է 25 տեխնացու։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը։ Մենք հայտարարել էինք, որ հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած 3 փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել եւ վայր ենք դնելու մեր մանդատները։ Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու process-ը իրավական առումով երկարատև process է, մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախորոք, ասված է կուսակցության հայտարարության մեջ։ Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօթաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Կան նաև տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Հենց Վոլոդիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ էության, ավելորդ անգամ դա ընդգծում եւ ապացուցում է, թե ով է գլխավոր խոչընդոտը խաղաղ ռելսեր դուրս գալու ճանապարհին։ Դա Զելենսկին է եւ նրա ռեժիմը, ասել է Պեսկովը։ Նա կանի այն ամենը, ինչ ես իրենք ասեմ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա կանի այն ամենը, ինչ ես իրենք ասեմ։ Նա շատ լավ մարդ է, ասել է Թրամփը խոսելով Նեթանյահուի եւ նրա հետ Իրանի նկատմամբ հետագա գործողությունների քննարկման մասին։ ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին պատերազմ սանձազերծել, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու հրապարակային եւ ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի, ասել է Ղալիբաֆը։ Միևնույն ժամանակ նա նշել է, Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել եւ պատրաստվել են ցանկացած սցենարի։
Վերջինս նաև նշել է, Իրանի զինված ուժերը օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը վերականգնվելու և սպառազինության պաշարները լրացնելու համար։ Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։ Ըստ տվյալների, տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի սկզբին։ Այս մասին հղում անելով իր աղբյուրներին հայտնել է Ալ-Արաբիան։ Նրանց տեղեկություններով հանդիպումը տեղի կունենա Իսլամաբադում հաջի սեզոնի ավարտից հետո։ 2026 թվականին իսլամի սրբավայրեր ուխտագնացության հիմնական ծեսերը համընկնում են մայիսի 25-ից 29-ի հետ։ Աղբյուրները նաև հայտնել են ներկայումս աշխատանքներ են տարվում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։ Ուրբաթ օրը Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող է այցով ժամանել Իրան համաձայնագրի վերջնական տարբերակը հայտարարելու համար։ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել, ասել է նախագահը։ Ոչ, մենք ոչինչ չենք առաջարկել, հավելել է Թրամփը։ Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի Դաշնության միջուկային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մենք իհարկե հետևում ենք, թե ինչ է կատարվում, ասել է գլխավոր քարտուղարը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել, ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հաստատել է կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Մենք նախապատրաստվում էինք այս փուլին, որովհետև մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ ազգային ժողովում ներկայացված լինելը, կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան։ Ինքնաբացարկ են հայտնել վերջին համարները, ասել է Նինա Կարապետյանցը։ Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ախուրյան Արաքս կետերի ջրերի համատեղ օգտագործման թեմայով։ Ջրային կոմիտեից հայտնել են, որ այն առաջին անգամ էր անցկացվում Երևանում։ Ողջույնի խոսքով է հանդես եկել ջրառ ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Նա նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, սակայն թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, չի ներկայացվում։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում մայիսի 22-ից 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ից 3-ը կնվազի 5-ից 7 աստիճանով, մայիսի 22-ից 23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։